Այսօր Փաշինյան Նիկոլի Միրզոյան վերջապես հասավ իր մուրազին, ամերիկյան Միրզոյան հետ ստորագրեց թրիպի համաձայնագիրը վերջնական։ Հիմա մնում է միայն դրա վավերացումը, իսկ մինչ վավերացումը սահմանադրական դատարանի համաձայնությունը, այսինքն եզրակացությունը, որ այդ խայտառակ պայմանագիրը չի հակասում սահմանադրությանը։ Նախ ասեմ, մեծ խել պետք չի ունենալ եւ պետք չէ սահմանադրագետ լինել, որ հասկանալ, որ դա իրոք հակասահմանադրական է։ Երկրի տարածքը դու 100 տարով զիջում ես ինչ-որ մեկ այլ երկրի, որում այդ քո տարածքում զիջած դու չես ունենա ոչ մի անգամ փրշտալու իրավունք։ Ինչևէ, Elə մինչև սահմանադրական դատարան հասնելա պետք, մինչև վավերացում շատ գործ կա, սրանց հապշև ստորագրության իմաստը չհասկացանք, չի Մարկո Ռուբիոն, որ զվարճնոցում էր, ասեց, Միրզոյան Արոն ասեց, թե մի քանի շաբաթվա գործ է մնացել, դետալները կհստակեցնենք, կստորագրենք, այս ընդամենը մի քանի օր անցավ և ստորագրեց։ Սրանք գիտեն, թե իրաց կարճ խելքով, այդ որ ամեն ինչը իրանց բոլոր գժությունները, հակազգային պրոյեկտները փորձում են արագ սահացնելով ստորագրել, դրանք կյանքի կոչելա պետք չէ։ Ասի 7-ին կարող է իշխանություն փոխվել Հայաստանում։ Ոչխարներ, ինչի համար եք խեղկատակ դառնում։ Ինչի համար եք պրոբլեմ սարքում ապագա իշխանության համար։ Ինչևէ, եթե իշխանություն չփոխվեց Հայաստանը, ուրեմն կարող ենք հստակ ասել, որ Հայաստանը կդառնա ոչ թե այդ թրիպ կոչվածը կլինի ոչ թե խաղաղության խաչմերուկ, այլ արյան և ավելի խաչմերուկ։ Ընդամենը մի քանի անհերքելի փաստ և հանգամանք, անհերքելի։ Միացյալ Նահանգները և Իրանի Իսլամական Հանրապետությունը չեն հանդուրժի մեկը մյուսին, մեկը մյուսի գոյությունը չի մարսում և նրանց կոնֆլիկտը հավերժ է։ Այդ կոնֆլիկտը կհանգուցալուծվի միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը այլևս գոյություն չունենա։ Այսօր կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ավելի շուտ պատմության գիրք կգնա Միացյալ Նահանգները, որովհետև մեր աչքի առաջ նա արդեն հեգեմոն չէ, արդեն աշխարհի առաջի տնտեսությունը չէ, չեմ խոսում առաջի ռազմական տնտեսությունը չէ, պետությունը չէ։ Ամերիկան բոլոր կարևորագույն ոլորտներում զիջեց իր առաջնատարությունը Չինաստանին, Ռուսաստանին, անգամ Հյուսիսային Կորեային, անգամ Իրանին, որոնք արդեն ունեն և կիրառում են հիպերձայն, իսկ նրանք դեռ փորձարկումներ են անում, այնուհետև մեկը մյուսից անհաջող։ Ինչևէ, դնենք մի կողմ, չգուշակենք, թե ով ավելի շուտ պատմության գիրկը կանցնի, Ամերիկան թե Իրանը։ Ուղղակի մի փաստ արձանագրենք, որ Իրանը երբեք իր սահմանից մի 500 մետր վերև չի հանդուրժի որևէ ամերիկյան ռազմական ներկայություն։ Այդ մասին խոսել է Իրանի բարձրագույն ղեկավարությունը, Իրանի իսկական իշխանավորները, այսինքն Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարը, Իրանի պարլամենտի նախագահը, որը նախկինում Իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարն էր։ Այսինքն այդ երկրի ռեալ իշխանությունը պատկանում է այաթոլլաներին և Պահապանների կորպուսին։ Նախագահ Փեզեշքյանը այստեղ շատ քիչ դեր ունի։ Չեմ ասում այնքան, որքան Հայաստանի նախագահը, բայց ամեն դեպքում բոլոր ստրատեգիական հարցերը լուծում են առանց նրա կարծիքը անգամ հարցնելու։ Եվ թե գալի Ֆավը պարլամենտի նախագահը, թե կորպուսի հրամանատարը բազմից ասել են, որ թույլ չեք տա։ Հիմա ո՞նց թույլ չեն տա։ Դա արդեն խնդրի այլ կողմն է։ Բոլորս գիտենք, տեսել ենք Իրանի լրջությունը, Իրանի քաղաքական պետական գործիչների լրջությունն ու խոհեմությունը։ Նրանք լակոտ չեն Թրամփի պես, չեն ասում, հեսա գջարդ ենք, կփշրենք, կհաղթենք,
ցեղասպանություն կանեն, չէ։ Նրանք ուղղակի կանեն, առանց շուխուրի։ Օրինակ, Իրանը չէր տեղեկացնում աշխարհին եւ հատկապես Կատարին, թե ինչ է գլխին բերելու։ Կատարը ինչ արեց, խաղեց ամերիկյան բազա տեղակայեց իր երկրում, եւ զրկվեց շատ բաներից, ընդ որում մի կորուս նշենք Կատարից։ Դա նրա աշխարհի ամենամեծ հեղուկ գազի գործարանն էր, որի վերականգնումը կպահանջի $20 միլիարդ եւ 5 տարի, որը նաեւ շատ բացասաբար ազդեց համաշխարհային հեղուկ գազի շուկայի վրա։ Ուղղակի վերացրին, թե ինչ են բերել պարսիկները Բահրեյնի գլխին, մենք էլ մի քիչ գիտենք, ասենք, որ այսօր ամերիկյան զինվորները հյուրանոցներում են ապրում, եւ դա կոչվում է ռազմաբազա։ Դրանց նավատորմի շտաբից քարի վրա չեն թողել։ Տասնյակ հարձակումներ եղան։ Սաուդյան-Արաբիան շատ լուրջ դուրս։ Էլ դրանց նավթային ենթակառուցվածքները, նավթամշակման ձեռնարկությունները շատերը վերացան։ Էմիրությունների մասին խոսք չկա, Դուբայն այլևս հին Դուբայ չի դառնա։ Եվ շատ հայեր կցավան, որ ցավ կապրեն, որ այլևս չեն կարողանա նոր տարում կամ տարվա ոչ շոգ եղանակներին գնալ Դուբայ, հանգստանալ, պլաժում պարկել, ինչև եւ կյանքը վայելել։ Քուվեյթը շատ լուրջ դուրս։ Այսինքն սրա այդ խաղաղության խաչմերուկը իրականում ավելի մեծ ողբերգություն կդառնա այդ թրիպը, քան ամերիկյան վերջին պատերազմը Իրանի դեմ թվարկածեց պետությունների համար Պարսից ծոցի։ Ինչ է կարծում, ինչքան կդիմանան Սյունիքի բնակիչները, երբ պատասխան հարվածները Ամերիկային Իրանը հասցրեց Հայաստանի տարածքին, էլ ուրիշ տեղ չունի հասցնելու։ Ինչքան կդիմանան։ Սյունիքի հայաթափան հարցը լուծեց, մնա երկրորդ պունկտը ծրագրի, երկրորդ կետը։ Ադրբեջանցիների վերադարձը, իրենց պապական հայրենի։ Եվ Քրիշյանը, եւ խաղաղաբեր Փաշինյան Նիկոլը, որ իրականում մահաբեր է, որ իրականում արյունաբեր է, եւս մեկ պատմական Հայաստանի բնորան, այս անգամ արդեն Սյունիքը, կհայաթափի եւ հերեկանիցի ամեն ինչի։ Իսկ այն խոսքերը, թե իբր միլիարդ չէ, տրիլիոններ կգան մեր գլխին։ Մի քանի օր առաջ մենք խոսեցինք, հաշվեցինք, թե ինչքան գումար Հայաստանին կմնա տարեկան դրանց այդ տրանզիտից գազի, թե նավթի, թե ամեն ինչի, հաշված կոպեկների մասին է խոսքը։ Պետության համար դա իրոք իսկապես հաշված կոպեկներ են, բայց վտանգը սարսափելի։ Ինչևէ, այն Հայաստանի բնակիչները, ովքեր նախիշ չեն, ովքեր տավար չեն, ոչխար չեն, զոմբի չեն, Փաշինյանապաշ չեն, արևմտամետ չեն, ուղղակի թող գիտակցեն, թե ինչ է այդ խաղանում, ինչ է թրիպը իրականում։ Սա Հայաստանի այս 26 թվի սրանախնդրական ծրագիրը, դա արդեն ոչ թե Արցախի հարթը սա արդեն լուծել է, ոչ թե Արցախի կորուստի մասին է, այլ Հայաստանի ամբողջովին լիկվիդացման։ Ամբողջովին։ Եվ պետք է այս մասին շատ լուրջ մտածել։ Սրանց իշխանափոխությունից հետո այդ թրիպի սրանց ստորագրածը իհարկե սահմանական դատարանում չի անցնի, հետևաբար չի վավերացվի, նոր վարչապետն է, Ռուբիոին է, Թրամփին է կազի տեղափեր, դե ինչ ասեմ, հակասահմանադրական բան եք որոշել, մենք օրինական երկիր ենք, ձեր գործընկերը ոնց կարող է իրավական երկիր չլինի, մենք իրավական երկիր ենք, չենք կարող բան անել, եթե սա պաշտոնը պահպաներ, նշանակում է Հայաստանը կզրկվի Սյունիքի, Հայաստանում
Հայաստանը կդառնա Արյան եւ Մսաղասի Խաչմերուկի եւ գործը մենակ Սավոք Սյունիկով չի ավարտվել դեռ։ Ինչեւ է, անգամ սարսափելի է մտածել այս մասին։ Սրանց մեկ այլ խայտարակ ակազգային գործողություն այսօր բացահայտեց Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Պուտինի մերձավորներից ամենամերձավորներից մեկը։ Մարդը ասում է, որ հայերը լրիվ գժվել են, մեզ հետ չհամաձայնեցված, ասում են, не согласованные, որ եվրոպացիները արևմուտքից մարդիկ են բերում, իբր իրանց արևին որոշել են վառելիքը փոխել մեծանորի ատոմակայանի, նոր պարտներներ են փնտրում աշխարհում մեկ։ Ցանկացած մասնագետ եւ նաեւ ցանկացած գոնե թերթ կարդացող մարդ գիտի, որ սովետական ռուսական ատոմակայանը չի աշխատում միջազգային ամերիկյան կամ ֆրանսիական վառելիքով։ Չի աշխատում եւ վերջ։ Դա նույնն է, երբ ասենք դիզելային շարիչով մեքենան բենզին լսես։ Կամ բենզինով շարիչի մեքենան դիզել վառելիք լսես։ Չի աշխատի ուղղակի։ Հսկայական ինչ-որ բավական վտանգավոր աշխատանք է պետք կատարել, որ պատասխանեցնել ռուս-սովետական ռեակտորը ամերիկյան վառելիքին։ Իսկ եթե թե ոնց կաշխատի, արդեն Աստված գիտի։ Մի բան է պարզ, որ դա վտանգավոր է եւ չեխերը տարիներ առաջ, երբ ամերիկյան Westinghouse-ի հետ պայմանագիր կնքեցին եւ հրաժարվեցին իրենց ատոմակայանը սպասարկելու Ռոսատոմի ծառայություններից, մազապուրսը փրկվան Չեռնոբիլի կրկնությունից։ Հիմա սրանք էլ փորձակնել են արդեն բերել։ Այս Շոյգուի աշխատանքները արդեն կատարվում են, դեռ հələ հստակ պայմանավորություններ չկան ձեռք բերված։ Բայց ամեն ինչ գնում է դեպի դրան։ Ախր որ մեկը հարցնի սրանց դեպի, ախր ամերիկյան վառելիքն ավելի թանկ է։ Մենակ դա, հերիք չէ, որ դու հրաժարվես ընդհանրապես չմտածես այդ մասին։ Էլ չեմ խոսում այն մասին, որ անհամատեղելի է ամերիկյան վառելիքը ռուսական ատոմակայանի հետ։ Լավ ինչի համար է դա անում։ Ինքը բան չի պատասխանել։ Մենք գիտենք ինչի անում։ Ինքը այստեղ գործակալ համբալի կարգավիճակում է, վասալի։ Ինչ պարտադիր են նա էլ կանի։ Ամերիկյան բոլոր գործակալները իրենց երկրներում զրկված են եւ կարծիքի իրավունքից, էլ մնաց կարծիքին չեղծելու եւ մտածելու իրավունքից։ Ռոբերտ Գեյս կար 2008-ին պաշտպանության նախարար։ Սաակաշվիլին երկու տող ասում, երկու բան ասում։ 4 օր ժամանակ ունես, քանի Պուտինը Պեկինում է, ծխնվալի հարցը լուծի։ Սա էլ եզի պես հրեկոբալի չմտածես թե լավ, եթե հարցակվեն դենոց ռուսական խաղապահար է, հեսա, այն վերջի ինչ կլնի։ Դե չունի մարդը մտածելու իրավունք։ Ինչ անի։ Այդ դրես կատարեց Արսենկոմ եւ Վրաստանի հերն անեցրեց եւ այսօր էլ վեր ընկած Վրաստանի բանտում վրացիքի այնքան ոնց ասեմ սկզբունքային չգտնվեցին, որ դրան դատեին այդ այս բաների համար, գործակալության համար, որպես օտար երկրի գործակալ պատասխանության ենթարկեին, Վրաստանին մեծ վնաս հասցրած։ Վրացիք ինչ արեցին, սահմանափակվեցին դրա ինչ-որ կոռուպցիոն, ինչ-որ գործարքներով վիզիտելի մասաժիստա դուրս գրել պետբյուջեի հաշվին, Եվրոպայից եկե իր տախտակ մեջքի մասաժ են արել։ Կամ ես ինչ սկրեվակատարողական հիմնարկներում ինչ խուլիգանություններ արել, սա ոչ մի լուրջ մեղադրանք չառաջադրվեց Սաակաշվիլին։ Դե չեն կարող նրան դատել որպես ամերիկյան գործակալ։ Այդքան բան չունեն, չէ, դող չունեն ու այդքան տղամարդություն չունի այդ ազգը, որ ամերիկյան գործակալ դատի ես երկրում, իր երկրում։ Ինչևէ դա էլ է մեր փորձանք, եւ որը շատ լուրջ խորելու առիթ պիտի դառնա բոլորի համար։ Հայաստանում դեռ ոչ մի տող չի գրվել, ոչ ոք չի արտահայտվել, բայց եթե խոսում է Սերգեյ Շոյգուն,
աշխարհի ամենատեղեկացված մարդկանցից մեկը, նշանակում է նրա խոսքը իրականություն է։ Հիմա դեռ 2 օր ժամանակ կա, այսօր վաղը այդ անասուններից մեկին թող հարցնեն, էլի, այս ընտրապայքարի ժամանակ, թե ես ինչեր են ասում արա ձեր մասին։ Բոլոր պարերը պարեցիք, հիմա այն միջուկային պար եք պարում, արա միջուկային աղետ եք վերում մեր գլխին։ Ինչևէ վաղը վերջի օրն է նախընտրական քարոզի։ Վաղն էլ կտեսնենք մի քիչ խոսենք եւ հուսանք, որ ամսի 7-ին այս ժողովուրդը այս ժողովրդի նորմալ մասսան կգնա սրան դեմ կքվեարկի եւ նաեւ դեմ կքվեարկի այն մանր-մունր զիբիլներին, Սարգսյան Վարդուի շատիպ, Թաթոյանն ու Սարգսյան Վարդուր դոգմով։ Դա մենը 2 նորմալ ուժ կա, որոնց կարելի է ձայն տալ, Կարապետյանն ու Քոչարյանն է դրանք, գնացեք դրանցից մեկին ձեր ճաշակով, ձեր խղճով քվեարկեք այս չարիքից ազատվենք։ Հակառակ դեպքում եւ Մուսալերը կհիշեք, եւ Չեռնոբիլը կվերապրեք, եւ շատ Հայաստանից իդեպ ավելի շատ հայ կա քշելու, քան Արևմտյան Հայաստանից։ Այսօր շատ լուրջ է պետք վարվել այս ամեն ինչին, սա իրոք պատմական ընտրություն է, պետք է ամեն ինչ անել, որ պոտենցիալ հաղթողը հենարան տեսնի հանրության մեջ, որպեսզի կարողանա Թավշյա բռնի հեղափոխություն կազմակերպել եւ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ ռադանել սրան գրողի ծոցը։ Առայժմ այսքանը, լավ մնացեք, բաժանորդագրվեք իմ Telegram-յան եւ YouTube ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։